Օսական ջոկատը հայկական կողմից Արցախյան պատերազմին մասնակցած ռազմական կազմավորում է, որի անդամները ազգությամբ հիմնականում ալաներ, օսեր էին, մոտ 36 անդամ։ Ջոկատը գլխավորում էր մայոր Արցախյան պատերազմի հերոսներից Միրզա Աբաևը։ Ջոկատի կազմում էին նաև Արցախի հերոս կոչումը ստացած Նուրմանգոմեդ Բուդաևը, Բորիս Ալիևը, Արթուր Կաչմազովը, Ալան Վարզիևը, Ալիխան Շամխիևը, Ասլան Կուձիևը եւ այլ։ Ալաները, օսերը ժամանել էին Արցախ 1992 թվականին։ Օսական ջոկատը կազմված էր 36 ռազմիկից, որոնցից 30-ը ազգությամբ օսեր էին, 3 հայ, 1 կաբարդիներից, 1 ռուս եւ 1 թաթար։ Ջոկատի անդամներից 20-ը պրոֆեսիոնալ զինվորներն էին, մյուսները աշխարհազորայինները։ Բացառությամբ 7 անձի ջոկատի այլ անդամները զոհվեցին Արցախում։ Օսական ջոկատի հրամանատար մայոր Միրզա Աբաևը փորձառու զինվորական էր, նախքան Արցախ ժամանելը մասնակցել էր օսինգուշական եւ վրաց-օսական պատերազմներին։ Մայոր Աբաևը ժամանել էր Արցախ 1992 թվականին իր ջոկատով։ Նախ ջոկի հրամանատար էր, այնուհետև գլխավորեց գումարտակը։ Մայոր Աբաևը աչքի է ընկել իր ռազմական հերոսական սխրանքներով։ Պատերազմի ընթացքում նա առգրավել է թշնամու 23 զրահամեքենա եւ 5 տանկ։ 1993 թվականի օգոստոսի 22-ին Աբաևի ջոկատը ջախջախեց ադրբեջանցիների Ֆիզուլիի մոտ եւ դրա արդյունքը եղավ այն, որ քաղաքը եւ նրա շրջակայքը անցավ հայերին։ 1994 թվականին Ջրակն քաղաքի ազատագրման ընթացքում ծանր վիրավորված նռնակով միայնակ դուրս է եկել թշնամու տանկի դիմաց եւ պայթեցրել այն, ինչի արդյունքում զոհվել է։ Չնայած այդ հանգամանքին օսական ջոկատին հաջողվել է կասեցնել ադրբեջանի տանկերի առաջ խաղացումը։ Մայոր Միրզա Աբաևը ետմահու արժանացել է Արցախի հերոս կոչմանն ու ոսկե խաչ շքանշանին։ Մայոր Միրզա Աբաևին են պատկանում հետևյալ խոսքերը. այն ազգը, որ իր հողը պաշտպանելու ունակ չէ, անկարող է պահպանել այն լինի պատերազմում, թե բռնցքամարտում, կապ չունի, այդպիսի ազգը գոյության, էլ չասեմ ապրելու իրավունք իսկ չունի։